Ես Աբգարն եմ Խաչատրյան, ծնվել եմ նկարչի ընտանիքում, արվեստագետ եմ, իմ պապերը սերվել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից, ես կարծում եմ, որ կրում եմ նրանց գենետիկ արժեքները, քանի որ պապերս եղել են գրիչներ, եղել են հոգևորականներ, ընդհանրապես մենք ընտանիքով նկարիչներ ենք, նույնիսկ իմ բալիկներն են արդեն նկարում։ Իմ ուղին սկսվել է գեղանկարչական ուղին սկսվել է գեղարվեստի ուսումնարանից Թերլեմեզյանի, որից հետո ավարտել եմ Գեղարվեստի պետական ակադեմիան, ունեցել եմ բազմաթիվ հրաշալի դասախոսներ, պրոֆեսորներ, երջանիկ եմ, որ կարողացել եմ լինել նրանց կուրսերում, շփվել նրանց հետ, երբեմն նույնիսկ ընկերանալ, եւ դա մեծ արժեք է, երբ ուսանողը կարողանում է իր դասախոսի հետ ընկերություն անել, թերևս դա վաղ սերունդն էր, հիմա նրանցից շատ քչերն են մնացել, իմ դասախոսների մեծ մասը հիմա երջանկահիշատակ են, կուզեի առանձնացնել նաև այն փաստը, որ ուսանողները երբեմն ավելի շատ սովորում են մեկը մյուսից, այդ հետաքրքիր ժամանակահատվածը ուսանողության շրջանում ինձ մեծ բան է տվել, իմ դասախոսներն են եղել ուսումնարանում երջանկահիշատակ Հրայրը Գրիգորյան, Գեղարվեստի պետական ակադեմիայում ինձ դասավանդել են Կիլիկյան Անդրանիկը, Վլադիմիր Սահակյանը, Արկադի Պետրոսյանը, շատ մոտ էի նաև Գրիգոր Աղասյանի հետ, Էդուարդ Վարդանյանի հետ, երջանկահիշատակ, ոչ մեկը չկա հիմա, բայց մեր սրտերում մենք միշտ պահում ենք, հիշում այդ լավ շրջանը։ Ես հիմա արվեստանոցային նկարիչ եմ ինձ համարում, ավելի այդպես ազատ, նկարում եմ նույն արվեստանոցում հորս հետ, մենք երբեմն շատ սիրով կատակում ենք, աշխատում, կիսում երաժշտությունը, այդպես, դա էլ մեծագույն հաճույք է, շատ մեծ, երբ որ կարողանում ես հորդ հետ կիսվել, թե գույներով, թե երաժշտությամբ, թե առօրյատ, իդեպ ես երջանիկ եմ այդ իմաստով, որտեվ կյանքիս մեծ մասը ես նաև ոչ միայն ապրել եմ ծնվել արվեստագետի ընտանիքում, այլ նաև աշխատել եմ նրանց հետ, իմ ծնողների հետ, ծնողներս երկուսն էլ արվեստագետ էին եւ մայրս տեխնիկագործ էր, լուսահոգի, հայրս էլ փառք Աստծո միասին ենք, մինչև օրս նկարում ենք միասին։ Գիտեք, ես շատ սիրում եմ հավաքել մինչև կտավին մոտենալը, նախ դա մի տեսակ պատրաստ պետք է լինես, որտեվ ես համարում եմ, որ դա էլ է կռիվ, յուրօրինակ մի բան, որ դու պետքա հաղթես կտավին, պետքա տաս նրան այն ինչ որ մտածել ես, այն ինչ որ արդեն կառուցել ես, այն ինչ որ կոմպոզիցիոն առումով արդեն կա գոյություն ունի, եւ դրա համար երբեմն նույնիսկ ծածկում եմ կտավը, սպիտակ կտավը նույնիսկ ծածկում եմ սկզբի համար, այդ սպիտակ մակերեսին արդեն հաղթելու մի առաջի քայլ անելու համար, որից հետո արդեն տանում եմ այն ուղղությամբ, ինչ որ մտածել եմ, ինչ է լինելու, շատ սիրում եմ արագ աշխատել, բայց հետաքրքիրն այն է, որ մյուս օրը չեմ կարողանում մտնել այդ նույն տրամադրության մեջ, որպեսզի ավարտին հասցնեմ գործը։ Այս առումով ինքը խանգարում է շատ, քանի որ մենք ամեն օրը նոր մարդ ենք։ Ես նույնիսկ ասեի ամեն ժամը, երբ որ դու հայլու առաջ նայում ես, դու արդեն նույնը չես։ Բայց պետքա արվեստագետի ուժը կայանում է նրանում, որ դու կարողանաս հավաքվես, տանես առաջ, հաղթես։ Վերջիվերջո սպորտն էլ է այդպիսին։ Բազմիցս ասել եմ, իմ ոգևորման միակ աղբյուրը բնությունն է,
բնությունը ու նորից բնությունը։ Նույնիսկ եթե ես լինեի ուրիշ արվեստագետ, ասենք կոմպոզիտոր կամ չգիտեմ քանդակագործ, էլի դեպի բնությունը պիտի գնայի, փորձեի գտնել այդ ծավալները, ձայները։ Բնությունը ինձ համար եւ երաժշտություն է, եւ նկարչություն է, եւ քանդակագործություն է, եւ ճարտարապետություն է, ամեն ինչ։ Նույնիսկ մարդիկ, որոնցից ես կարող եմ ոգեշնչվել, շատ սիրում եմ պորտրետներ անել, այդ ժանրը ինձ շատ դուր է գալիս։ Եվ միշտ իմ զրույցներում, ում հետ որ զրուցում եմ, փորձում եմ լինել մի քիչ ուսումնասիրող, մի քիչ գտնող այդ հետաքրքիր դիմագծերը եւ շատ սիրում եմ անել պորտրետներ ոչ թե ուղղակի մարդու դեմքը նկարելու համար, այլ նրանց էությունը։ Այդպիսի մի շարք ունեմ, որ ներկայացնում եմ վերնիսաժում։ Ես միշտ ասում եմ, ես չեմ նկարում պորտրետներ, ես նկարում եմ նրանց սպասելիքները, նրանց ապրումները, այդպես փոքրիկ աղջիկներ կան կամ զինվոր տղաներ թեկուզ։ Տարբեր ժանրեր եմ փորձում նկարել, օրինակ վերջի գործերս այս շախմատային թեմաներով նկարել եմ պատերազմից անմիջապես հետո, քանի որ զգում եմ, որ այժմյան պատերազմները իրենց մեջ ավելի մեծ քաղաքականություն ունեն եւ հանգուցալուծումը արդեն իսկ պատերազմի ընթացքի մեջ կա։ Դա նման է շախմատի, փորձեցի նույնացնել եւ քանի որ մի փոքր սիմվոլիստ եմ իմ բնավորությամբ եւ արվեստում, փորձեցի այդ ամենը մեկտեղել եւ գտնել հետաքրքիր մի կոմպոզիցիա, որում արդեն իսկ պատմում եմ այդ զինվորի, թագավորի կամ նազիր վեզիրների մասին։ Գիտեք, ամեն ժամանակ թելադրում է իր արվեստը։ Արվեստագետը ինքը ժամանակի քայլողն է, ժամանակի բերողն է։ Այդ ժամանակահատվածում ինչ որ կատարվում է, դու փորձում ես անել այդ։ Թերևս ես ուշադիր հետևում եմ նաև այս ամենին եւ ակամայից եթե նույնիսկ փորձենք ուշադրություն չդարձնել, մենք դրանում ենք, դա ներգործում է մեր վրա, մեր սպասելիքների վրա, մեր խնդիրն է լինել կիզակետում եւ մեր լեզվով արտահայտել այնինչ կատարվում է։ Մարդիկ անդադ սպասում են, նրանք ուզում են տեսնել կամ լսել, զգալ, ապրել այդ ամենը։ Վերջերս ավելի տենդենսը մեծ է ցուցահանդեսների, զգում եմ, որ ավելի մեծ ցանկությամբ են ցուցահանդեսները բացվում, ավելի ասելիքով։ Երևանում բազմաթիվ ցուցահանդեսներ կան ամեն մի օրը։ Եթե փորձես առավոտյան գնալ եւ շրջել, կտեսնես, որ առնվազն 2-3 ցուցադրություն դու կարող ես վայելել եւ ամեն մեկը խորը ասելիքով։ Դա ոգեշնչող է, ոգևորող է։ Նույնիսկ զգում եմ, որ ուսանողության շրջանում ավելի շատ են ցանկացողները դառնալ արվեստագետ, զարմանալի է, որ աղջիկները ավելի շատ այսօր։ Ես հիշում եմ մեր ժամանակ տղաները ավելի շատ էին, թե Թերլեմեզյանում, թե Գեղարվեստի ակադեմիայում, բայց հիմա լրիվ հակառակն է։ Իհարկե կա դրա մեջ մի ուրիշ բան, քանի որ հիմա ինտերնետում կարելի է ցուցադրել շատ գեղեցիկ ձևով այն ինչ որ դու անում ես, ընթացքը, քո տեխնիկան, եւ աղջիկների մոտ դա ավելի վառ արտահայտված է, նրանք սիրում են ցուցադրել այն ամենը, ինչ իրենք այդ պահին անում են, եւ միգուցե շատ դեպքերում դա է տալիս էս հեղափոխությունը, սերային էլի, որ աղջիկները ավելի շատ են ուզում գնալ սովորել, բայց պետք է ասեմ, որ շատ տաղանդավոր են նաեւ, չեն զիջում տղաներին, վերջերս մի երկու ցուցադրություն տեսա Թերլեմեզյանում, հիացած էի, շատ լավ խոսքեր ասացի, որովհետև չէի կարող անտարբեր լինել, փոքրիկ դեռ երկրորդ, երրորդ կուրսի ուսանողները արդեն նկարում են հասուն նկարչի պես,
նույնիսկ կարելի է շփոթել, ասենք, որ մեծ նկարիչն է նկարել այդ գործը։ Գիտեք, մենք մեր ծնված օրվանից հեռանում ենք մաքուրից, անաղարտից։ Ես միշտ ցավով եմ տանում, տեսեք, մեր մայրական կաթից ինչքան է հեռացել մեր քիմքը, այսօր մենք ուտում ենք ամեն ինչ, նույնը արվեստում է։ Փոխանակ գիրքը կարդալու մենք ամեն ուր գրագրերից սկսած ու ինտերնետի ամեն մի հիմարությունից կարդում ենք, նույնիսկ այնքան ենք հեռացել, որ մեր լեզվի մեջ կան փոփոխություններ, թե բառային օտարա լեզու, նույնը նկարչության մեջ է, մեր աչքը սովորել է, մենք ցանկանում ենք տեսնել ավելի արհեստական, ավելի վառ, ավելի, ինչպես չգիտեմ, թե երաժշտության մեջ, դա ինձ վրա մեծ այդպես բացասական հետք է թողնում, քանի որ արվեստագետները իրենց խնդիրը նրանում է, որ պահեն այդ անաղարտը, ճշմարիտը։ Ես հավատացած եմ, որ իսկական արվեստում հենց այդ շերտերը գունային, ներքի, թեկուզ, իրենք ավելի բնական ու ավելի մեծ էներգիա ունեն, որ պետք է մարդուն, դրանք իսկական են, իսկ այն ինչ, որ մենք հիմա շատ հաճախ հանդիպում ենք, համատարած այդպես, ինձ չի գոհացնում, օրինակ հյուրանոցներում, ինչ-որ օֆիսներում, գրասենյակներում կարող եք տեսնել, ասենք տպագրված նկարներ, շատ հաճախ գրքերի նկարազարդումները լուսանկարներ են լինում ուղղակի, չգիտեմ, Երանի ավելի բնական, ավելի բնությանը մոտ այդ ճաշակով գույներից, ձայներից վերցրած արվեստ լիներ։ Իմ առաքելությունը ես համարում եմ դրանով։ Ես շատ եմ սիրում ուսումնասիրել երբ գնում ենք բնություն, ես ոչ միայն այդ սար բարձրանալու կամ ինչ-որ անտառ գնալու, այլ նաև ուսումնասիրելու մեծ հակումներ ունեմ։ Ամեն մի տերևը, ամեն մի բանը ինձ համար կարող է հանդիսանալ ոգեշնչման աղբյուր։ Ես նույնիսկ արվեստանոցում մի քար ունեմ, այդպես մամրոտած, քարակոսներով, ես միշտ զգում եմ, որ ինքը կենդանի է, նույնիսկ երբ անձրև է գալիս, անձրև եմ տալիս, դուրս եմ տանում, ձյուն եմ տալիս իրեն, անուն ունի, երբեմն նույնիսկ պես հոտ եմ քաշում, փորձում եմ ավելի շատ բնության մի մասնիկն էլ զգամ իմ մեջ, այդ կապը շատ կարևոր է, պետք է մարդը չկորցնի այդ կապը։ Մենք հիմա ապրում ենք քաղաքային շրջակայքում, շրջապատված ենք քաղաքային գույներով, այդ հորձանուտը, որը շատ արհեստական է, մեզ կարող է լրիվ ուրիշ տեղ տանել և դա կարող է ձևավորել էլի թունավոր մի բան և օր-օրի վրա ժամանակի ընթացքում մենք կտրվում ենք մեր արարչագործական, մեր արարչից, մեր գույներից, մեր ձայներից։ Հետաքրքիր է, որ արևելքում արդեն հետ են գնում, փորձելով գտնել բնության ձայները, երևի նկատած կլինեք, հիմական այդպիսի տենդենսներ, որ քարը քարի հետ շփելիս ստանում են նոր երաժշտություն, կամ փորձում են գույները ստանալ ավելի հողից կամ բնությունից ստացված ինչ-որ շաղախներով, փորձում են նկարել դրանցով։ Հրաշք է բնությունը, իդեալական է, պետք է միշտ մոտ մնալ բնության, ինձ թվում է։ Զգում եմ, որ հիմա մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, այնպիսի ժամանակահատվածում, որ մարդիկ ավելի շատ առավոտից երեկո նայում են փոքրիկ կարճ ինչ-որ բաներ, լսում են փոքրիկ երաժշտություն, նայում են ինչ-որ փոքրիկ վիդեոֆիլմեր,
անդադ թերթում ենք հազարներով, բայց շատ հաճախ է լինում, որ մենք դիտենք դիամետրաժ ֆիլմեր, ամիսը մեկ անգամ, երկուս, եւ դա է պատճառը, որ վերջերս սկսեցի անել փոքրիկ աշխատանքներ, նրանք շատ փոքր են 6-ի վրա, իդեպ շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում, քան մեծ աշխատանքները։ Ես ներկայացնում եմ երկուսն էլ, երբ որ արվեստանոց են գալիս, իրենք չեն կարողանում կտրվել այդ փոքր աշխատանքներից, թեպետ նրանք ավելի մատչելի են եւ միգուցե դա էլ ունի իր էֆեկտը, բայց ես հասկանում եմ, որ դա նաեւ ժամանակի բանն է։ Երևի կփոխվի, հուսամ, կգա մի ժամանակ, որ Աստված տա, որ մենք նորից հետ գանք այդ իսկական լիամետրաժ եւ գեղեցիկ գույներով հագեցած աշխատանքներին։ Գիտեք, ամեն մի աշխատանքից հետո դու գնում ես մի ուրիշին եւ այդ ուրիշը ավելի ոգևորող է դառնում, քան նախորդը։ Եվ գալիս է մի պահ, երբ նայում ես այդ հին գործերին, մտածում ես, որ ելի մի բան պակաս էր։ Բայց դա այդ ժամանակահատվածն էր, դու այդ ժամանակ պատրաստ էիր անելու դա, կամ կարող էիր անել դա։ Երբեմն այդպիսի միտք է գալիս, որ այ վերցնեմ մի նոր բան մտցնեմ այս հին գործի մեջ։ Ես հիշում եմ հայրս ուներ այդպիսի մի շրջան, որ հին գործերի վրա նույնիսկ աշխատում էր։ Իմ սիրած լավ արվեստագետներից մեկը կա, որ ինքն էլ որոշ շրջան աշխատեց իր հին գործերի վրա, փորձեց դարձնել ավելի նորը։ Վազգեն Բաշբեհոկ Մելիքյանի մասին է խոսքը։ Շատ սիրում եմ իր ցուցադրությունները, երբ որ լինում է գնում եմ։ Գիտեք, հատկանշական գործ նկարչի կյանքում չի լինում, ես կասեի։ Դու միշտ մտածում ես, որ ամեն մի գալիքը ավելի լավն է, ավելի ուժեղ, ավելի նորը, բայց լինում են ստեղծագործություններ, որ քոնը չեն եւ կարող են դրանք քո վրա մեծ ազդեցություն թողնել եւ դու կարող ես փոխվել։ Դա կարող է լինել երաժշտության տեսքով, դա կարող է լինել նկարի կամ ֆիլմի տեսքով։ Ես հիշում եմ տարիներ առաջ ես տեսա մի վավերագրական ֆիլմ երկիր մոլորակի մասին եւ դա փոխեց իմ մեջ շատ բան։ Հասկացա, որ մենք բնությանը չենք վերաբերվում այնպես, ինչպես որ պետք է վերաբերվենք։ Ֆիլմը կոչվում է Տուն, հա, ռուսերեն դոմ կամ անգլերեն հոմ, ռեժիսորը Արտուս Բերտրան, ֆրանսիացի ռեժիսոր է, որը օդապարիկով մեծ ճամփորդություն է արել եւ նկարել է վերևից մոլորակը, մարդիկ, նրանց գույները, նրանց ապրելակերպը, խորհուրդ կտայի նայել, հրաշալի ֆիլմ է, ֆիլմ, որից հետո դու սկսում ես մտածել, այ դու ինչ որ անում ես, դա քո մոլորակի համար օգտակար է, թե վնասակար։ Այդ բնությունը, որը քո ժամանակահատվածը դու ապրում ես, իրեն մաքրություն ես տալիս, թե աղբ, շատ կարևոր է։ Մենք միշտ մտածում ենք, որ այ արևը հավերժ է, մոլորակը հավերժ է բնությունը, բայց դա այդպես չէ։ Մենք շատ անխնա ենք գնում այդ կործանարար բանին։ Ամեն դեպքում խորհուրդ կտայի նայել այդ ֆիլմը եւ ռեժիսորը շատ արտակարգ ֆիլմեր ունի մարդու մասին, ազգերի մասին, նրանց երաժշտության մասին։ Իդեպ շատ հետաքրքիր է ինձ համար լսել տարբեր ազգերի օրորոցայինները, երբ լսում եմ ինձ համար օրորոցայինը մի մեծ ասելիք է այդ ազգի արվեստի ու խորը մշակույթի տեսակի մասին։ Թվում է թե մի փոքրիկ ինչ-որ բան է, բայց օրորոցային երգերի մեջ կա ամեն ինչ վերաբերվող այդ ազգին։ Եթե ուշադիր լսեք, դուք կզգաք նրանց հուզականությունը, նրանց չարչարանքը, քրտինքը, ամեն ինչ կա։ Այ մեր հորովելը ինչքան ժողովրդական լավ երաժշտություն է երգել։ Մենք էլ բազմաթիվ լավ օրոցային երգեր ունենք, որ լսում են արտասահմանցիներ, թեպետ չեն հասկանում, բայց ամեն դեպքում ապրում են, զգում են։
Արվեստի ուժը ինձ համար կայանում է նրանում, որ ես կարողանամ իմ չափով, ինչքան որ տրված է Արարչի կողմից, մարդկանց տամ այդ հուզականությունը զգալու, կյանքից չկտրվելու, կյանքը լիարժեք ապրելու բարությունը իրենց մեջ կրելու ուժը, դա ինձ համար արվեստի ուժն է, դա իմ առաքելությունն է։